Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, կարճ եթերով այսօրին ինչ-որ կատարվում է Հայաստանի Հանրապետությանը։ Մենք տեսանք, որ այսօր խայթառակ իրավիճակ էր կաթողիկոսին կանչելով դատարան, չնայած ի զարմանքս, որ դատավորը ինքնաբացարկ տվեց, այսպես պիտի շարունակվի, որովհետև ես չեմ կարծում, որ մի դատավոր, որ կխոսի և կդատի մեր այսօրվա կաթողիկոսին, այն ինչ-որ կատարվում է մեր երկրում, դրա մասին մենք շատ շուտ խոսել ենք, նույնը կաթողիկոսին ենք զգուշացրել։ Շատերը խոսում են, արդյոք սա խաղ է, թե իրոք որակազրկում ազգի և պետականության հետ։ Ես ուզում եմ իմ կարծիքն ասել, որ այո, երկուսը մի տեղում են։ Երկուսը մի տեղում են, մի կողմից որակազրկում են, մի կողմից բոլորը իրենց խաղի մեջ են մտած, որովհետև բոլորն ունեն անցյալ, բոլորը եղել են այս 35 տարվա կեղտոտ առևտրի մեջ, որևէ մի կառույց իր տեղում չի եղել և մինչև այսօր չկա, սա տանում է դեպի քայքայման վերջնական Հայաստանի Հանրապետությունը, և ես ասել եմ, եթե չլինի լուրջ հեղափոխություն և այս ամեն ինչը վերջ դրվի և սահմանները փակվի և նոր հիմքից հավաքվի նոր հայրենիք, նոր հոգևոր դաշտ և մաքրվեն բոլոր տեսակի, չգիտեմ, չճանաչված ինստիտուտներ, որը որ թե հոգևորական են կոչվում, թե քաղաքական, նրանք պետք է բոլորը փակվեն։ Այսօր դրանք պետք է բոլորը փակվեն, որովհետև եթե այս ամեն ինչը ստոպ չտրվի, ես ասել եմ, մինչև 2030 թիվը, դա շատ երկար թիվ եմ ասում, որ երկիրը կոչվելը դա կամ հայկական պասպորտ կամ որևէ ինքնություն ունենալը, դա կլինի արդեն մեր համար երազանք, որտեղ այն ինչ որ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեսնում ենք կրիմինալը, սպանությունները, անպատասխանատու մարդիկ իրանց այդ TikTok-ով մնացած ինտերնետային այդ եթերներով, այդ քֆուրներով, այս ամեն ինչը ցույց է տալի մեր դեմքը, մեր երկրի իրավիճակը։ Եվ դուք այսօր ասում եք, որ թուրքը կամ ադրբեջանցին մեր թշնամին է, այո, նրանք մեր թշնամին են դարերով և կմնան թշնամի, քանի այդ տեսակը կա, այդ սորթը կա, հա, այդ քոչվորների, բայց այսօր մենք ինչ ենք թույլ տալի, այսօր մենք սպանում ենք, սպանություններ ենք տեսնում, այսօր մենք տենում ենք նարկոտիկը, այսօր տենում ենք 170 տարբեր հավատքի տեղեր, որը դարել է առևտրականի տեղ, էստի համեցեք, էնդի համեցեք, էստեղ լավա, այնտեղ լավա։ Այսօր ես զարմանում եմ, որ ժողովուրդը և նույնը սփյուռքը ձեն չի հանում, որ այսօր կաթողիկոս են դատում։ Ես նորից ասել եմ, չէ, ես նրանցից մեկն եմ, որ համ լավն եմ խոսել, ես ինքս հայ առաքելական եկեղեցու արմատ կրողներից մեկն եմ, արմատից մեկն եմ, ես չունեմ ուրիշ դավանանք, բայց ինչ որ այա, որ ես միշտ ասել եմ, որ այսօր կաթողիկոսը չի մեղավոր, այն մեղավորը 15 միլիոն ժողովուրդը, որտեղ ունի չիմացություն։ Մենակ ասելով հալելույա Աստված օրհնի, խաչը վեկալեն, պաչեն կամ չգիտեմ ինչ անեն, խունկ վառեն, մոմ վառեն ու դրանով փորձեն ազգին բերել այս իրավիճակի, այսօր ցույց տվեց հենց մեր թերությունը։ Գիտեք, Նիկոլը եւ այդ հետևի սիստեմը, որ աշխատում է Նիկոլի հետ, իմ համար արդեն հասկանալի է։ Նրանք երկու հարց են դրել իրենց առջև, մարդկանց իմունիտետը փորձելով, թե եթե այս քայլը անենք, ինչ կլինի հաջորդ քայլը, իսկ երկրորդը նրանք հենց այն ինչ որ ասում են, անում են։ Նշանակում է նրանք փորձում են քանդել այս ամեն ինչը, քանդել այդ բոլոր ինստիտուտները, չունենալով ոչ մի ինստիտուտ, և մտնել առևտրի մեջ, մինչև գա այն պահը, որ արդեն որևէ մի երկիր, այսօր մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը նորից Ռուսաստանում փորձում է ինչ-որ 2 լարի վրա խաղեր խաղալ, որը որ դա իր մոտ չի ստացվի, նորից եմ ասում, ամեն մի երկիր շահն է փնտրում, ամեն մի երկիր իր եկեղեցու համար է կանգնած,
Բայց ես ասել եմ, սպասեք Գարեգին B-ն, եթե երկրորդ դատավորն էլ չդատեց Գարեգին B-ին, Նիկոլը ժողովրդին ոտքի է հանելու։ Ես ասել եմ, օգոստոսի վերջ եւ սեպտեմբերի սկիզբ Նիկոլը իր ճակերտավոր ժողովրդի եւ աղանդավորներին եւ հնդիկներին եւ պակիստանցիներին կհանի հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, մենք չպետք է թույլ տանք այս ամեն ինչը կատարվի մեր երկրի մեջ, անկախ նրանից թե կաթողիկոսը մեղքի մեջ կամ մեղք է գործել կամ մեղք չի գործել։ Ես նրան ասել եմ, ես նրան հաղորդել եմ մի քանի տարի առաջ, մի քանի անգամ, որ գավազանը խփի, ապաշխարության աղոթ կարա, ժողովրդից ներողություն խնդրել, ժողովուրդը քեզ կընդունի։ Նա չլսեց։ Դա իր արդեն որոշումն է եղել, բայց հիմա ինչ որ այա, ունենք այն ինչ որ ունենք, բայց որ այս խայտարակ իրավիճակը մենք տեսնում ենք եւ լռում ենք, դա ճիշտ չի, սիրելի հայրենակիցներ, դրա համար ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե մի երկրի մեջ կա 170 տարբեր Հիսուս Քրիստոս քարոզողներ, տարբեր, ոչ թե նույն, այլ տարբեր, եթե մեր հավատքը տեղում չի, ապա երկրի սահմանադրությունը տեղում չի կարող լինել, չի կարող լինել, իսկ եթե որևէ մի երկիր առանց Աստծո գնում է առաջ եւ բարգավաճում ասած ճակերտավոր ասած, նրանք սատանայի առաքյալներ են, նրանք սատանայի քարոզիչներ են եւ ազգն են, որը տանում են դեպի խավար։ Իսկ մեր ուզածը մենք առաջի քրիստոնյաներն ենք եւ առաջի քրիստոնյա լինելով այսօր դատում են հայ առաքելական կաթողիկոսին։ Նշանակում է մենք այնքան բաց կիսաբաց լուսամուտներ ենք հասել, որ այսօր աշխարհին ցույց ենք տալի, որ նայեք այսօր ինձ բազմաթիվ տարբեր ազգերից իմ ընկերներից մարդիկ են զանգել տարբեր ազգերից ասելով, որ ես ինչ խայտարակություն է, գցենք ձեր երկրի հասարակ հոգեվորական չէ կաթողիկոսին դատում են, որը դա աբսուրդ է։ Դա մեր բոլորի թերությունն է, չիմացությունն է, 15 միլիոնը ասելով մեռնեմ Խաչիզորությանը, մոմ վառելով, արձանապաշտությունով, իկոնապաշտությունով փորձել են երկիրը պահեն եւ հասցնել այս իրավիճակին։ Ամեն մեկ իր մեղք ունի, բայց եթե 15 միլիոնից գոնե մի 5 միլիոնը իմանար իսկական Աստվածաշունչը եւ խոսքը Տիրոջ, այսօր մենք չենք հասնի այս խայտարակությանը, որ կաթողիկոսը կանգնի դատարանում, սա խայտարակություն էր, սա ոչնչացումն է մեր քրիստոնեայության սկիզբը, սկսվեց ոչնչացումը հայ առաքելական արմատի, այստեղ անձի հետ կապ չկա, անձը բոլորս էլ մենք սխալական ենք, բոլորս էլ մենք մեղավոր ենք, այնպես որ երբ որ ազգային ժողովը խոսում է շատ վատ ձևի կաթողիկոսի անվան հետ, իրանք մոռացել են նույն վարչապետ Նիկոլը, որ չգիտի, մի օր բաժանված է, մյուս օրը բաժանված չի։ Նշանակում է, երբ որ Աննան թողում է իրան կպնի, այդ օր իրա կինն է, երբ որ չէ, հասկանում եք, ես միշտ ասեմ, երբ որ մատը պահում ես մեկի վրա, 3 մատ քեզ է նայում։ Նրանք իրանց 3 մատը մոռանալով, որ իրանք ամենամեղավոր եւ մարդասպան եւ հանցագործներն են, փորձում են մի անձնավորության չնայած նորից եմ ասում, ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու։ Ես չեմ ուզում կաթողիկոսին արդարացնել կամ դատել, բայց այն ինչ որ կատարվում է, դա բոլորիս եւ նույնը կաթողիկոսի մեղքն է։ Ինչի պետք է ինքը խառնվեր այդ կեղտերի մեջ, ինչի պետք է ինքը մտներ քաղաքականության մեջ, ինչի պետք է մտներ այս առևտրի մեջ։ Այս հարցերի պատասխանը ստանում է դատարան, բայց որ ժողովուրդ արթուն լինել եւ տեսնել իր գլխավոր հովի ինչի մեջն է։ Նրանք կստիպեր, որ իր հովությունը պահեր կամ էլ շատ հանգիստ ձևով իր հովությունը ինքը թողեր։ Սա է խնդիրը, սիրելի հայրենակիցներ, որ մենք ունենք չիմացություն։ Դրա համար իմ խորհուրդն է բոլորին, կարդացեք Աստվածաշունչ, ունեցեք Աստծո հետ կապ, օրհնեք ձեր երեխաներին, ձեր ընտանիքը, որովհետև սա շատ կարևոր ֆունդամենտ է հասկանալ, թե դուք ինչի համար եք կոչվել քրիստոնյա, հայ քրիստոնյա, ինչի համար Աստված տվեց ձեզ այդ հնարավորությունը կոչվելու, ոչ թե գցենք մոնղոլներին կամ ինչ-որ չինացիքին, այդ ձեզ ընտրեց։ Դուք ընտրված ազգ եք, բայց դուք չեք կարողանում ձեր կտակը պահել։ Դուք չեք կարող այն ինչ-որ Աստվածանից տվածը պահել եւ կարողանալ ճիշտ ապացուցել։ Հասկանում եք, մենք պետք է լինենք աշխարհի քրիստոնյաների աշխարհով մեկ պետք է մենք լինենք մի տեղը, որտեղ որ աշխարհը գար մեր մոտ եւ
ապաշխարել եւ գնալ, բայց այսօր մենք ինչ ենք անում։ Այն ինչ ունենք վերջնականորեն քանդում, խայտարակ ենք անում, ասելով, որ մենք պիղծ ենք, որ մենք պոռնիկ ենք, որ մեր հոգեվոր դաշտը մեռած է։ Այո, դա այդպես է։ Եթե նա էր մեռած, ապա դու ինչի սաղ չես, ինչի կենթանի չես հոգով։ Ինչի քո աղոթները չի եղել, ինչի քո խոսքը չի եղել, ինչի դու ես ինտերնետը այս նույն հնարավորությունը դու ունես միացնելով եւ խոսալով ճշմարտության խոսելուց մարդու աշկերը եւ հոգին բացվում։ Ես կարող եմ այս ինչ խոսալ, ես կարող եմ լռել, ես կարող եմ չխոսել ոչ մի բան արդեն քանի տարի մենք փորձում ենք խոսել քրիստոնեությունից, մենք խոսում ենք խոսել երկնքի եւ երկրից մարդկանց արքայություն տանելուց, եթե հիշում եք 7-8 տարի առաջ Եսուս Սերոբ Գասպարյանը մենք խոսում ենք հոգու փրկության մասին, բայց շատ հովիվներ եւ կոչված եկեղեցիներ խոսում են տասանորդի մասին։ Սա է տարբերությունը։ Մեզ ոչ տասանորդ է պետք, ոչ 20-որդ է պետք, ոչ 50-որդ է պետք, մեզ ոչ շինություն է պետք, ոչ քարե եսիմ ինչ է պետք, մեզ պետք է ձեր հոգիների փրկությունը։ Ամեն մեկը ճանաչի, որ Քրիստոսը իր համար հարություն առե։ Ամեն մեկը պետք է հասկանա, որ դու Աստծո որդի ես։ Դրանից ավելը դու պետք է խոսես, ունենաս խոսելու իրավունք Աստծո եւ հարություն առած Քրիստոսի եւ Սուրբ Հոգու հետ։ Իսկ այն մնացած այն կոնցեպտները, որ ասում են Աստված ասեց, Աստված խոսեց, 1 րոպեում գցենք 50 հատ մարգարեություններ, դրանք ուղղակի առև տրականներ են շատերը, որ ձեզ հիպնոզացնելով, խաբելով, մանիպուլյացիա անելով բերում են այդ շինությունների մեջ եւ ձեզանից փող են կրթում։ Հասարակ բան Ես չասեմ չի լինի, որտեվ ես հենց դրա մեջ եմ արդեն 23 տարի, ես չեմ թաքցնում, ես ուսումնասիրում եմ տարբեր այդ քարոզիչներին եւ շագերտավոր շինություններ եկեղեցի կոչվածների, եթե ոչ էլի առաքելական եկեղեցիներ շատ ինֆորմացիա եմ տիրապետում, նայեք, մասոնները Հայաստանում են այս պահին, հավաքներ են անում, խոսակցություններ են անում, բայց հիմա այսօր մի էլի նույն ձևի ասեմ Արտուր Սիմոնյանին կոչվելով համար 1 քարիզմատիկ կոչված ամենամեծ կառույցներից մեկը Ամերիկայում բոլոր հովիվներին կանչելով այնտեղ մեծ սեմինար են անում։ Ես ուզում եմ հարց տամ։ Հայաստանի հարցը լուծել եք հոգևոր հիմա գնացել եք Ամերիկայի, որը 350 տարվա պատմություն ունի կամ 360 տարվա պատմություն ունի։ Բարեք Հայաստան։ Բայց հովիվները գարեք Հայաստան հզորացրեք ձեր եղբայրներին, բայց չէ որ այստեղ այսօր մարգարեություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, սիրելի հայրենակիցներ, ասում է եղբոր վրա դատական հայց կներկայացնի։ Այսօր եղբայրը վրա հոգևոր եղբայրը հոգևորականի վրա դատական հայց նշանակում է այսօր կատարվեց մի բան, որը որ Աստվածաշնչում գրված էր, մարգարեություն եղավ այսօր, ճիշտ է, վատ մարգարեությունը, բայց վատ տեսակը մեզ հասավելի, մեզնից սկսվավելի, եղբորը վրա, բոլոր քարիզմատիկները ատում են մնացած եղբայրներին, ինչի համար, բայց ձեր սիրո քարոզը ուր է, բայց դուք ինչի քարոզիչ եք, 10-որդի, 20-որդի քարոզիչ եք, բայց այսօր, եթե կաթողիկոսը նորից եմ ասում, սխալվել է կամ սխալի մեջ է, բայց այնպես քարոզեիք, որ այդ մարդը դզվեր։ Գնացել եք ամերիկացիներին, եվրոպացիներին, ռուսների մեջ եք քարոզում, այնտեղ որտեղ փող կա։ Ոչ թե հոգի, այ փող կա։ Այ որ ճիշտը խոսում եմ, դուք այդտեղ նստած շատերը տեղները վեր եք թռնում, որտեղ ես ձեր կպնում եմ հենց ձեր այդ մարմունային տեսակին եմ կպնում։ Բայց մեր հոգևոր դաշտը վարիա գնացել, բա մեր հոգևոր տաճարները վարի են գնացել, 2000 տարվա պատմությունը վարիա գնացել, բա հովիվներ խեք ելնում փախնում այդ ուրիշ երկրներ քարոզներ անում, բա մնացեք քարոզեք ձեր եղբայրների համար, բա մնացեք քարոզեք ձեր եղբայրների համար, ինչի չեք անում։ Եթե դուք հոգևորական եք, եթե դուք ստիրո քարոզիչներ եք, եթե դուք ուզում եք ոչ մի հայի հոգի չեթա դժոխք, բա որտուց պետք է սկսեք, Հայաստանից, ոչ թե Ամերիկայից։ Անես որ մի խափեք, որ դուք սիրո քարոզիչներ եք, անես որ մի այդ սուտ բեմերի վրա, հալելույա, սկսեք լեզուներով, չգիտեմ, ես իմ պենջակները հանեք, շպրտեք, թփրտակ ու բան անեք, մարդկանց հիպնոզացնեք, սարքեք, որ Սուրբ Հոգին է ձեր հետ աշխատում, ոչ։ Այ տեսեք ինչ անում դեմոնային աշխարհը ձեր երկրի մեջը։ Դեմոնը մտած ձեր երկրի մեջը ձեր 2000 տարվա արմատնա քանդե հանե շպրտե դուք չեք կարող դրա դեմը կանգնեք։ Այսօր գնացել եք ամերիկացիների մեջ, ասում եք 2-3000 հոգի մարդ հանդիպե գալու այդ բանին։ Որ եկավ ինչն է փրկվելու Հայաստանի։ Ամերիկանա փրկվելու, իսկ նույն Հայաստան երկիրն ինչ անում կործանվում է։
Հովիվներ։ Բա գնայիք, կանգնեիք, աղոտ կանեիք։ Գնայիք հավաքվեք տաճարի կողը, աղոթեիք, որ երկիրը տենար, ասեն, արա այս ինչ միասնության մարդիկ են սրանց մեջ տարբերություն չկա, առաքելական գլնի, պողոսական գլնի, թե պետրոսական գլնի, բանեիք, անեիք, մենք էլ տենայինք նույնը ընթորինակենք ձեզնից, ոչ թե ելնեք փախնեք ուրիշ երկրներ էթա փողի համար քարոզներ անեք, ձերը թողակ, ձեր արմատը վարի են տվել, ձեր արմատը քանդել են, Դևական աշխարհը մտե քանդումը Հայաստան երկիրը, այսօր սրանք գնացել են ամերիկաներն ու եվրոպաներն քարոզներ են անում։ Հենց էսա խնդիրը մեր երկրի սերի հայրենակիցներ։ Սա է մեր գլոբալ խնդիրը, որ հիմա կանգնած քրիստոնեություն են քարոզում, որտեղ որ բեմերում տենա քրիստոնեություն են քարոզում տարբեր երկրներում հայերեն լեզվով։ Կանգնեք, ասեք դու սուտ խոսանեք, որտեղ այսօր մեր 2000 տարվա արմատը որ տրված է Տիրոջից մեզ աշխարհում միակն ենք մենք քանդվում է դադարաններում է փչացվում է պոռնիկության մեջ են չգիտեմ ինչի մեջ են ու դուք այսօր եթե դուք ունենայիք այդ սիրո հոգին եւ համերաշխության հոգին եւ միասնության հոգին հիմա դուք գիշեր ցերեկ ոչ թե կհասնեիք ամերիկաներն ու եվրոպաները էշ միածինի կողքերը թող իրանք ձեզ ատեին բայց դուք իրանցը սիրեիք հովիվներ թող այդ տերդեները ձեզ ատեին դուք իրանցը սիրեիք խումբ կազմեիք կրուգով ձերքերը բռնեիք եւ աղոթեիք էշմիածինի զանգերի տակ աղոթեիք որ դարձի գան մեր տերդեր աղբերները ոչ թե այսօր բերեն խայտարականեն օտար մուսուլման ազգերից դագիստանցիկ ու մնացած ազգերից մարդիկ զանգեն ասում են եւ ասում են ձեր կաթողիկոսին են դադում էս ուր եք հասե սա խայտարակության պոռնիկության վերջն է սա բնաջնջելու վերջն է հայ ազգին վերջնականորեն Նիկոլի ու մնացածների մոտ դա ստացվում է, որտեվ 15 միլիոն ունեք շատերը 15 միլիոնը շատերը 15 միլիոն ունեն չիմացություն այո այսօր պետք է դոգը դրսում լիներ որ կարողանար ժողովուրդ անել իր աթեիստ անել ես երեք մի խոսակցության մեջ մտա եւ ես մի շատ հետաքրքիր բան իմ մեջ մտավ երբ որ ես խոսում էի եւ այդ խոսքը ես պետք է հիմա ասեմ գիտեք ինչ կա ավելի դժվար է որևէ մի սխալ ուղղության մարդու բերես Հիսուս Քրիստոս եւ քրիստոնեություն քանց թե աթեիստը նա նոտրալ զոնայում կանգնած է եւ ասում է եթե կարող ես ապացուցի որ Աստված կա այո մեր տեսակը կարող է ապացուցի որ Աստված կա բայց այն մարդիկ որ սխալ դավանանքի մեջ են եւ նրանք գիտեն եւ աղոթում են ուրիշ աստվածների այ նրանց հետ շատ դժվար է բերել հետ, որտեղ նրա համար քարը կամ փետը կամ շինությունը կամ հովիվը ինքը իր աստվածն է կամ այսինչեշի դավանանքը կամ իսլամը կամ որևէ մի բանը դա ավելի դժվար է հետ բերել այդ անձին քան թե աթեիստին պետք է դու մենակ կարանաս ճիշտ ապացուցես եւ ճիշտը ցույց տաս որ իրական աստված ունես դու այ դոգը իր աթեիստ հալով ինքը կանգնած էր եկեղեցու կողքին այ այսօր որ այդ տեսակի պես եւ մնացած նվիրյալների տեսակի պես տեսակները ազատության մեջ են այսօր մեր եկեղեցին չէր հասնի դրան իսկ այսօր շատ քրիստոնյա կոչվածները այդ ընդդիմադիր այդ խաղալիքները որ այդ եկել են նստել են ազգային ժողով ու նրանք մտածում են եկեղեցու մասին լուրջ եք ասում արա այս սութի ընդդիմադիրներ հենց առաջի քանդողն ու առևտրականները դուք եք եղել հենց դուք եք այս խաղի մեջ մտցրել այս ամեն ինչը ձեր պլանն է այս ամեն ինչը քանդելու որտեղ դուք չունեք սահմաններ դուք չունեք պետություն դուք համասեռավորների պես եք ձեզի ով փողը տվեց ումը սիմպաթիա բռնեցիք նրա հետ գլնեք դուք այս է ճշմարտություն խոսալը սիրելի հայրենակիցներ որ այսօր ես տենում եմ ես ցավ եմ ապրում ու ես չխոսայի ես չի կարա չխոսայի բայց ես խոսել եմ ես ուղղությունը ցույց եմ տվել մենք մարդիկ ենք ուղարկել կաթողիկոսի մոտ տարիներ մարդիկ ենք ուղարկել այն ինչ որ կատարվում է այդ դրանք է մարգարեություն որ այսօր իրանց կոմից տերդերները որ գնացել են կաթողիկոսին հաղորդել են էսի կատարվում է ինչի մասին մենք խոսել ենք մենք ասում ենք պատրաստ ենք գիշեր ցերեկ 24 ժամ լեգիոնը կանգնելու եկեղեցու կողքին ապաշխարի գավազանը խփի եւ ժողովուրդը կկանգնի քո կողքին բայց չարեց մարդը որովհետև կար պլան որովհետև կար առևտուր ու բոլորն են խայտարակում մեզ հոգևորականները հոգևորական ձև են խայտարակում
քաղաքական գործիչները հասարակ ժողովուրդը մտել է TikTok-ու են վերջել գերեզմանու ոչ մի սրբություն չկա ու ոչ մեկ չի բերում պատասխանատվության ոչ մեկի նայում ես ասում ես Տեր Աստված ես իմ հայազնեսի հայրենն է TikTok-ը որտեղ թերթում ես մեկի ընտանիքի մեկի գերեզմանը մեկի երեխուն ու ոչ մեկ պատասխան չի տալում ու կորցրել են բոլոր իրանց սրբությունները ու մենք կոչում ենք ազգ ու մենք կոչում ենք հայ քրիստոնյա ազգ Սիրելի հայրենակիցներ նորից եմ ասում մեզ պետք են մարդիկ որը շատ շուտ պետքա գան եւ փոխեն այս ամեն ինչ եւ ստոպ տան նորից եմ ասում 2 տարի արդեն ես չեմ փոխել իմ միտքը իմ դեմը դրած առաջադրանքը կատարվելու է ես ամեն ինչ անելու եմ որ Վարդան Ղուկասյանի տեսակը դուրս գա այն աթեիստը պետք է դուրս գա եւ այն աթեիստը պետք է այդ սահմանները փորձի փակել եւ հասկանանք ինչա կատարում ես մնում եմ իմ կարծիքին ես գնում եմ այն առաքելության հետևից որտեղ որ իմ դեմ ես իմ առաջադրանքը դրել եմ այո ավելի լավ է այդ տեսակ մարդիկ դուրս գան ռադիկալ ձևով այս տեսակներին փակեն եւ համապատասխան տեղը քան թե 3 տարի հետո մենք չունենանք աթեիստ 3 տարի հետո մենք չունենանք երկիր իսկ աթեիստին քրիստոնյա քարոզելը ավելի հեշտ է քան թե մարդիկ ով որ դավանում են ուրիշ աստվածների Աստված օրհնի ձեզ ինձ թվում է հասկացողը հասկացավ ինձ թվում է Մեզ պետք է որ մենք ունենանք ոչ թե թվում է հենց դնցել մեր աբրլակերպը պետք լինի հարություն առած Քրիստոսին մեր մեջ պահանջատերելն ենք իսկ անկախ ամեն ինչից մեր գարեգին բն այս պահին մեղքի մեջ է թե ինչի մեջ է մենք պետք է կողքը կանգնենք եւ ցույց տանք որ մենակ դու չես տղա ջան այս ամեն ինչի այ մենք ենք թեկուզ դու որ սխալ ես արել մենք արմատի կրողն ենք եւ պահողն ենք ես կանգնած եմ հայ առաքելական եկեղեցու կողքին ես կանգնած եմ իմ քրիստոնյա լինելու քրիստոնյաների կողքին մինչեւ վերջ քանի իմ մարմինը կա կանգնած եմ իմ երկրի սահմանների եւ իմ քրիստոնյա լինելու համար Աստված օրհնի ազգին կհանդիպենք շուտով շատ հետաքրքիր թեմաներ կան դրա համար ես ասեցի Վարդան Ղուկասյանի տեսակը 1 րոպե շուտ պետքա դուրս գա ես գիտեմ ինչ եմ ասում Աստված օրհնի ձեզ կհանդիպենք